այսօր փախստականների միջազգային օրն է։ Իհարկե 5 տարի առաջ մեզնից ոչ մեկը չէր ցանկանա հայտնվել այս իրավիճակում։ 5 տարի առաջ մեզնից ոչ մեկը չէր մտածի, որ կունենանք այսպիսի պայմաններ, կհայտնվենք այսպիսի պայմաններում եւ ստիպված կլինենք մեր ամենօրյա, առօրյա կենսական խնդիրների լուծման համար ամեն օր թակել տարբեր պետական դռներ։ Այսօրվա ակցիայի նպատակն էր, որ օրեր առաջ կառավարության ուղղված բաց նամակը, որը ստորագրվել էր ավելի քան 10,000 օգտատերերի կողմից, փոխանցենք ՀՀ կառավարությանը եւ սպասենք համապատասխան ընթացքի։ Ինչ բովանդակությամբ։ Բովանդակությունը հիմնականում սոցիալական խնդիրներին է վերաբերում, տեղահանվածների, որովհետեւ այս ժամանակահատվածում մենք հասկացանք, որ տեղահանվածների սոցիալական խնդիրները չեն պակասում, հակառակը օրեցօր ավելանում են եւ բոլոր աջակցությունները, որ մինչ այս կարճաժամկետ, միջնաժամկետ տրամադրվում էին, արդեն իսկ հասել են իրենց տրամաբանական ավարտին, այսպես ասած, որոշ կարճաժամկետ աջակցություններ պետք է շարունակական լինեն մինչեւ տարեվերջ, սակայն դրանք լինելու են կոնկրետ խոցելի խմբերի համար, առանձնացված շատ փոքր խմբերի համար եւ ցավոք սրտի, ինչպես նաև կառավարությունն է դրան տեղյակ, այդ խմբերի մեջ չեն ընդգրկվելու բազմաթիվ ընտանիքներ, որոնք ունեն առօրյա իրենց հոգսերը հոգալու մեծ խնդիրներ։ Իհարկե մենք անընդհատ լսում ենք, որ արցախցիները պետք է աշխատեն, արցախցիները պետք է իրենց հոգսը իրենք հոգան։ Ես բոլորիդ հավաստիացնում եմ, արցախցիները բոլորը պատրաստական են աշխատել, նրանցից շատ-շատերը աշխատում են, այդ մասին նաև Հայաստանի Հանրապետության կառավարությունն է պարբերաբար իր պաշտոնական տեղեկագրերում ներկայացնում, թե քանի հազար անձ է ներգրավված որպես վարձու աշխատող, որքան մարդ է աշխատում, սակայն մենք տեսնում ենք, որ այդ աշխատավարձով ընդամենը հնարավոր է առօրյա հոգսերը հոգալ։ Իսկ բնակվարձը, որը ամենամեծ խնդիրն է այսօր տեղահանվածների համար, շարունակում է մնալ խնդիր։ Եւ Ես մի փոքր ուշ միացա, բայց որքանով տեղյակ եմ խնդրին, երեք նաև իմացա, որ եւս 2 ամիս տալու են ձեր 40+10,000-ները, ընդ որում այս ամիս կարծես թե ուշացել է, հա։ Չեն տալիս, դա է խնդիրը։ Ասեմ, որ այդ 2 ամիսը վաղուց լրացել է, դա վերաբերում էր ապրիլ-մայիսին եւ դրան զուգահեռ խոստացվել էր, որ կառավարությունն իրականացնելու է այնպիսի ծրագրեր, որ տեղահանվածների սոցիալական վիճակը բարելավելու է եւ այլևս մարդիկ այդ 40,000-ների աջակցության կարիքը չեն ունենալու եւ այդ աջակցության կարիք ունենալու է բացառապես խոցելի խմբերը։ Ցավոք սրտի իմ կողմից կոնկրետ իրականացված սոցիալական հարցումների արդյունքում ես պարզել եմ, որ մեր տեղահանված հայրենակիցների ավելի քան 95%-ի մոտ այս ամբողջ ժամանակահատվածում որևէ դրական տեղաշարժ չի եղել։ Սա իրապես մեծ աղետ է լինելու տեղահանված ընտանիքների համար, կառավարության կողմից սա ընկալվում է որպես անհատական մոտեցում, անձնական ինչ-որ խնդրի բարձրացում, բայց արդյունքում մենք ունենք հենց փաստացի օրինակներով, ունենք բազմաթիվ ընտանիքներ, որոնք դեռևս չեն կարողացել օգտվել բնակապահովման ծրագրից, այս ծրագրի մասին ես հիմա չեմ ուզում խոսել, որովհետև հենց ծրագրի մեկնարկի օրվանից նախորդ տարվա մայիսի 16-ից սկսած, երբ արդեն հունիսի 14-ին 24 թվականի հաստատվեց ծրագրի իրականացման կարգը, ես անընդհատ խոսում էի այդ ծրագրի խնդիրներից, անընդհատ նշում էի այն բոլոր խնդիրները, որոնք կան ծրագրում եւ որոնք խոչընդոտ են հանդիսանում, որպեսզի մեր հայրենակիցները օգտվեն այդ ծրագրերից։ Եվ այսօր ցավոք սրտի, տեսեք, նույնիսկ բնակապահովման ծրագրի մասին երբ խոսում են որպես այլընտրանք բնակվարձի տրամադրմանը, հաշվի չեն առնում, որ բազմաթիվ որոշման մեջ բազմաթիվ հարցեր կան, որոնք դրվել են հանրային քննարկման, սակայն առ այսօր չեն հաստատվում, որպեսզի մարդիկ կարողանան իրենց արդեն իսկ իրացված սերտիֆիկատը, որ ինչ որ չափով դիմել են, ստացել են եւ պետք է բանկում գործողություն կատարեն, արդեն իսկ դա էլ ընթացք դրան չի տրվում։